Ոչ թե փող, այլ արժանապատիվ կեցություն են ուզում արցախցիները, որ հավաքվել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ։ Հենց նախարարության դիմաց կավիճով գրել են. Արցախցին բեռ չէ, արցախցին պոտենցիալ է։ Մենք պետք է Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ կեցություն, մենք պետք չի, այսինքն մարդիկ տարբեր թեզեր են առաջ տանում, գումար են ուզում եւ այլն, մենք ընդհանրապես գումար չենք ուզում, ապահովեք մինիմալ պայմաններով, բավարար պայմաններով, հենց վաղն տրամադրեք կացարան բավարար պայմաններով, մենք ոչ մի խնդիր, ոչ մի պահանջ չենք ունենալու այդ հարցով, բայց քանի որ չկա բանակարան այդ կացարանի ապահովումը, թույլ տվեք մինիմալ պայմաններ, որ մենք կարողանանք այստեղ գոյատևել, գոնե այստեղ արժանապատիվ կյանք ունենալ։ Վաղվանից կրճատվում է արցախցիներին պետության տրամադրած ոչ միայն աջակցության չափը, որը հիմա ամսական 50,000 դրամ է, այլև ծրագրի շահառուների թիվը։ Աջակցությունը, որ տրամադրվում է արցախցիներին տան վարձերն ու կոմունալները վճարելու համար, ապրիլից 40,000 դրամ է դառնալու, որից օգտվելու են միայն անչափահասները, տարեցները, հաշմանդամության համապատասխան կարգ ունեցողներն ու ընտանիքի կերակրողին կորցրածները։ Իսկ հուլիսից աջակցության չափը կազմելու է 30,000 դրամ։ Մեծ արտագաղթ է լինելու, ահազանգում են արցախցիների իրավունքների պաշտպանության նորաստեղծ խորհրդի անդամները։ Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10 ուղղվում է միմիայն բնակվարձերի վճարմանը, ապա ես ձեզ մի առաջարկ ունեմ։ Եկեք դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ եւ մեզ պետք չէ ձեր 40+10-ը։ Միանգամից վճարեք տանտերերին։ Հիմնականում Երևանում կամ մայրաքաղաքին մոտ են ուզում ապրել տնից տեղից զրկված արցախցիները, չեն ուզում հեռու լինել եռաբլուրից։ Մենք մեկ րոպեով հասկանանք, որ մենք մեր տանը չենք, այդ մեր կյանքը չի, թեպետ այդ պատերը, որ մենք դրա ներսում ապրում ենք, այդ մերը չի, քո կյանքը 170 աստիճանով փոխվել է ու դու ոչ մի բանի ունակ չես, ուղղակի ապրում ես։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունել են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին։ Աջակցությունը կրճատելու որոշումը չեն պատրաստվում փոխել։ Մեր դիրքորոշումը հետևակ, մենք բացատրում ենք ձեր ծրագրերից օգտվող շահառուները։ Իրենց բողոքի ձայնն է բարձրացնում։ Ձեր մոտ, որ այդ ծրագրերի մասով փոփոխություն անելու մասով քննարկումներ են, իրանք ասել են չէ։ Ակցիայի մասնակիցները կառավարությունից դրական պատասխանի են սպասում 12 կետանոց պահանջագրին, որը ձևակերպել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շաբաթ օրը Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո։ Մի քանի օր անցել դեռ ժամանակ կա, սպասում ենք պատասխանին եւ հուսով ենք, որ կլինեն փոփոխություն, կլինի արձագանք, կլինի դրական պատասխան եւ արդեն ըստ դրա նաեւ մենք կիմանանք մեր հետագա անելիքները։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։